Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես այսօր ձեզ ներկայացնելու եմ գյուղատնտեսական մեծ ռեֆորմի մասին տվյալներ, որը մենք առաջարկելու ենք Հայաստանի բոլոր գյուղերին։ Այս ծրագրի մասին մենք մասնակի պատմել ենք Ստեփանավան կատարած վերջի այցելության ընթացքում։ Հայաստանում վերջի 10 տարվա ընթացքում գնային փոփոխություն ունեն գրեթե ամեն ապրանք, բացի հայ գյուղացու կողմից արտադրվող հայ գյուղացու հիմնական արտադրանքներից մեկը կաթը։ Կաթը վերջի 10 տարվա ընթացքում ինչ 120-130 դրամ կար, մնացել է նույն 120-130 դրամը, բայց Հայաստանում ամեն ինչ գրեթե թանկացել է եւ այդ իսկ պատճառով գյուղացին, ով այսօր վաճառում է 120-130 դրամով իր չարքաշ աշխատանքի արդյունքում ստեղծված կաթը, նույն գնողունակությունը չունի, ինչ 10 տարի առաջ եւ ավելի թանկ են ապրանքները, այդ իսկ պատճառով գյուղացին կարելի ասել աղքատացել է։ Որ լինելով այլ երկրներում դուք կարող եք տեսնել, թե ինչպես են զարգանում անգամ նոր զարգացող երկրների գյուղերը, քանի որ այնտեղ կա պետական գյուղատնտեսական լավ քաղաքականություն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում չկա գյուղատնտեսության նախարարություն, չնայած որ կա 500,000 մարդ, ով ապրում է գյուղերում, զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Եվ սա մեր մեծ սխալներից մեկն է։ Ինչ ենք մենք առաջարկում։ Գյուղացու 120-130 դրամ կաթի գնից հավելյալ պետությունը պետք է սուբսիդավորի եւս 40 դրամ, որպեսզի հասկանանք 120-130 դրամ, երբ գյուղացին կաթը վաճառում է, նրա շահույթը ընդամենը 40-50 դրամ է, քանի որ խոտի գին, այլ ծախսեր եւ աշխատանքի մեծ աշխատանքի արդյունք է, անասնապահությունը դժվար աշխատանք է։ Իսկ եթե պետությունը եւս 40 դրամ սուբսիդավորում է, նրա շահույթը գրեթե կրկնապատկվում է։ Այսինքն մենք ապահովելով 170, 160-ից 170 դրամ ստաբիլ կաթի գին անգամ մայիսին, հունիսին, հուլիսին, լավ սեզոնին կկարողանանք գյուղերին, գյուղատնտեսական տնտեսություններին, գյուղացիական տնտեսություններին տալ կրկնակի եկամուտ եւ դա հեղափոխական ազդեցություն կթողնի մեր գյուղերի վրա։ Շատերը կհարցնեն, կասեն ինչպես է դա անելու, քանի որ սուբսիդիան դա բյուջետային ծախս է։ Պատասխանեմ, մենք հիմնականում դեմ ենք այլ ոլորտներում սուբսիդիայի, բայց գյուղատնտեսության մեջ մենք կողմ ենք սուբսիդիային, քանի որ այլ երկրները նույն բանն են անում։ Օրինակ, Հայաստան եկող բելարուսական փոշին 9000 տոննա ռուսական բելարուսական փոշին, որը 100,000 տոննա կաթից է ստացվում, փակել է մեր ամբողջ շուկան եւ Հայաստանը չի փակում իր պահանջը։ Մեր առաջարկն է տարեկան հայկական բյուջեն 52 միլիարդ դրամ է ծախսում գյուղատնտեսական ծրագրերի վրա եւ մենք տեսնում ենք, որ վերջի 7-8 տարվա ընթացքում գյուղատնտեսությունը երկրում անկում է ապրում, չնայած այս հարյուրավոր միլիոն դոլարների պետական ծախսերին, որոնք կարող ենք համարել, որ էֆեկտիվ չեն։ Ինչ պետք է անել 52 միլիարդ դրամ տարեկան ծախսի տեղը, եթե մենք սուբսիդավորենք կաթի գինը Հայաստանի գյուղերում բոլոր, մենք կկարողանանք ընդամենը 20-ից 22 միլիարդ դրամով, այսինքն գումարի կեսով գյուղերում երկրորդ կյանք ապահովել մարդկանց համար։ Իսկ դա կավելացնի գնողունակությունը, դա կբերի հավելյալ հարկեր, դա կբերի ակտիվություն մեր շրջաններին։ Սա այն ծրագիրն է, որը մեծ հաճույքով եւ մեծ պատրաստակամությամբ մենք պատրաստ ենք անել եւ մեր ձևաշարժման հաջողության պարագայում մենք դա անելու ենք 6 ամսվա ընթացքում, որի համար շատ ուրախ ենք։ Շնորհակալություն։